Նախարարական տակարան, ես մի կարևոր ուրեմն հայտարարություն ունեմ այս գործի վերաբերյալ։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունում նախկին քաղաքապետերի 90%-ը դարձում են, ես հիմա բարձրաձայնում եմ, ինչ մեղադրանք որ առաջադրել եք Գյումրու քաղաքապետին, դուք դատախազությունը պետք է մեղադրանքը առաջադրել եւ իմ ժամանակահատվածի աշխատող մարզպետներին, որովհետև մարզպետարանները վերահսկել են քաղաքապետարանի բոլոր գործունեությունը եւ քաղաքաշինության բաժինը։ Ինչ փաստաթուղթ որ եղել է քաղաքապետարանում, նույն կոպիան, երկրորդը ոչ թե կոպիան, բնօրինակը գնացել է մարզպետարան, նույն հոդվածը պետք է առաջադրեք քաղաքաշինության նախարարին, քաղաքատեսչության պետին, տարածքային կառավարման նախարարին, ֆինանսների նախարարին, նախագահների վերահսկող ծառայության պետերին եւ վարչապետի վերահսկողական պետերին եւ ուրեմն վերահսկիչ պալատին, որ տարին մի քանի անգամ ստուգել են քաղաքապետարանի գործունեությունը։ Ես պահանջում եմ, որ բոլոր այդ տարիների ուրեմն ստուգող կառույցների իրենց վերջում ներկայացրած այդ արձանագրությունները պահանջեք, որ պետք է այստեղ տեսնենք ինչ խախտումներ է կատարվել։ Հետևաբար, եթե մենք ասում ենք, թե 60 հոդվածի տակ ընկնող գործը մենք պտտեցրել ենք եւ այդ փաստաթղթերը չկա, ուրեմն, քանի որ ես ասում եմ պետական, սա քաղաքական պատվեր է մեր նկատմամբ, այդ փաստաթղթերը մի վարկյան է, որ միջից կողանային տանել։ Դա ինչ է, վարկյանական, ով է տեսել, ով է ստուգել, քանի փաստաթուղթ են արգելվել քաղաքապետարանից։ Եվ դրանից հետո եկել ստուգել են բոլորն ու կադաստրը գրանցել է, այսօր պատկերացրեք 30 հոգի, 40 հոգի աշխատում է քաղաքապետարանում, որոնք մասնակիցներ են եւ այդ գործունեությունը իրանք են ծավալում։ Այս խոսքերը գցել է ոդաստար, քաղաքապետը ընդհանրապես այդտեղ անելու գործառույթ չունի, վերջում նրանց արածը հաստատում է, կարող է եւ չհաստատի։ Նույնությամբ մարզպետների վրա դրեք այդ հոդվածը, դրեք այդ հոդվածը վարչապետի վրա Հայաստանի Հանրապետության, եթե մասսայական նմանատիպ 90%-ը քաղաքապետերի դատվում է, 90%-ը երկրի քաղաքապետերի եւ գյուղապետերի դատվում է։ Այս ինչ վիճակ է։ Այսպես է երկիրը կառուցվում, այսպես է նախկինից փոխանցվել այսօրվանի վրա ու համապատասխան ձևով էսերի։ Այսինքն սա նշանակում է ինչ։ Սա նշանակում է նա, որ մենք իշխանի այն ժամանակվա իշխանի պարտականություններ ենք տանում։ Իշխաններին խեղդում են, որպեսզի ինչ ուզենան անեն։ Այսինքն ընդրվող ժողովրդին ավիրում են, վերացնում են այս երկրից։ Քաշող ուժը վերացնում են։ Այս ինչ գործեր է։ Երկրաշարժից հետո եկել են, ոնց որ Մոսկվայի, ասում է մի քառակուսի մետր ճանապարհի վրա են։ Երկրաշարժից հետո 90% քաղաքավիրված, 90% շենքերություններն ավարված, 45,000 տնագներ են հեռացրել։ Քաղաքը կոչվում են անիմ, մյորթվի գորդ էին ասում, մի ներդրում չի եղել, փոխանակ երկրի բոլոր ուրեմն բարձր պարգևների արժանացած մարդուն, բերել եք ամբաստանյալի ատորին դրել եք հասկանալի, մի ծառ չի տնկեք դադարացալով, այդ քաղաքում 10 տարի ապրում են։ Եվ այս վիճակին բերել եք այս ձեր եղած ընդրյալներին, հավանական է Հովհաննես Թումանյանին, Ավետիք Իսահակյանին, Նժդեին եւ մնացածին այն մարդիկ, որոնք այն ժամանակ ղրկում էին 10 տարի Սիբիրները, հիմա էլ նույն մարդիկ նույն տեսակը մեզ են ուղարկում Սիբիրները։ Շնորհակալ ենք, մի բան եմ ուզում ասել։ Դավիթ Մարգարեն ասում է. Դադիր այնոցիկ, որ դադեն զիս։ Մարդնչիր այնոցիկ, որ մարդնչեն զիս։ Ասում է, խնդրում է Տիրոջից։ Այդքան բան։ Եվ այն 2007-ի մահապարտ կազմակերպողը, որ այսօրվանների հետ միասին են, ու այսօրը ինձ գցել են, մի բանել եմ ասում, Դավիթի ու Սավողի պատմությունը գիտենան, ինչքան խփեցին կենտանի մնացի, ինչքան փոխցան, ինչքան օդերեցին, ինչքան ունեցվածքս քլեցին, Աստված ինձ հետ է։ Եթե Աստված ընդմեզ է, ով կարող է զիս մենամարտել։ Մեկի լրատվականները խնդրում են, ջահայնացած վախտեր մեկից մի ցույց տվեք Տիգավորյան։ Հերթականությամբ ցույց տվեք։ Շնորհակալ եմ։ Այսքան։ Իրավունք ունեք ծաղկալու։ Ոչ, լավ կներեք։